Ամեն թակավորներ, ամեն հայություն, որ եսաղեմ, գեստա հալեբի մեջ կայ որ գետմոներ ու գենա հայական գետոն եղած է ուղագի հալեբը։ Բազորյան, դուք ծնած եք քաղաքը, որ այսօր վիրավոր է բավական հալեբը։ Ինչ մնաց այդ հալեբեն ծեր մեջ։ Դեղմը գսկակ այդ հալեբի ներքո։ Շատ բան, այո։ Հոնձնած մեծած եմ, իմ անգություն սոնանցած եմ, իմ վրաս բավական մեծ ծոշ սկած է հալեբը։ Հալեբը գրգին դակուկ դեղմն է և ես կազեմ որ լավ հայք բազաստ է առանց պարտույթներու նվիրված հայեր բազաստած է շատ մեծ տիվով և իմ վրաս մեզ ասեշուն նեսած է Այսօրվա թրությամբ կհետևի կան դեղի զարգացում Կհետևիմ, թեև ընտանիք ես անդամներ չունիմ այլևս հոն ընգերներ, 10 ընգերներ դագավին ունիմ որոշ կանագով, բայց մեզ համար գայվոր է, քանի որ նախ բատմական իմաստով, հալեբը ոչ թե ցեղասպանություն են վերջ։ Շատ առաջ իր թեր ունեցած է, թե հյուսիս հարավ, թե Երուսաղեմի ջամփուն վրա գայվոր գեցոնը լալուն, թե east-west, արևելք արևմուտքի կիզին վրա, մեդաքսի ճանապարհին վրա իր գայվոր թեր ունեցած է։ Աս յուքին պատճառով հայությունը հինեն հոնեղած է։ Այսինքն այն չէ որ ցեղասպանությանն իդ կե որ մենք հաջողակ եւ այն անալեղած է, բայց անգե առաջ թե վաժարական գեցոնը լալուն, այդ կիզին վրա եւ թե հյուսիս հարավը որ ամեն թակավորներ, ամեն հայություն որ եսաղեմ, գեստա հալեբի մեջ գայվոր գետմոներ ու գենալ։ Ուրեմն հայական գեցոն եղած է ուղագի հալեբը իմ մորս կողմը ընտանիքիս հին հայերեն որ արմանադին կսենք արապերանով այո 400 դարյա չոնեղած են և վաճառականությամբ կսպավեին Բասկաստանեն Անկլիայի կիզին վրա կորքի վաճառականություն գնեին Գերբասի վաճառականություն գնեին և երբ որ ցեղասպանություն եղավ և առաջին հոսքեր եկան իրենց համայնքներ որ այնադե մի քանի հազար հայ գար միայն 4000 հայ չափ գար անոնք էին որ պետք է աշխատանքը դարին որպեսզի դեղավորեն և այլն քեմպեր պատրաստեն